Փողոց փակելուց 2 օր անց Միկոյան 64-ի բնակիչներին ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Դեռ նախորդ տարվա սեպտեմբերից էին բնակիչները հանդիպում պահանջում եւ Երևանի քաղաքապետի եւ կառավարության անդամների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այդ ժամանակ կառուցապատողը դեռ չէր սնանկացել։ Հայկ Սմբատյանը այդ շենքի բնակիչներից է։ Նաեւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչներն էին ներկա հանդիպմանը։ Կառուցապատողը N&S Construction-ն է, որը Միկոյան 64 հասցեում 6 մասնաշենք է կառուցել։ Քաղաքապետարանից ավարտական ակտ ստացել ու սնանկացել։ Այժմ բնակարան գնաց ավելի քան 1000 սեփականատերեր կանգնել են փաստի առաջ, չեն կարողանում իրենց վկայականները ստանալ։ Բնակիչներից Հայկ Սմբատյանը պատմեց, 3 ուղիղ հարցրել են, ինչու եք թույլ տվել, որ կառուցապատողն արդեն հաստատված նախագծից շեղվի ու 4000 քառակուսի մետրի համար առանձին հասցե ստանա, չթաքցնելով, որ տեղում պատրաստվում է նոր շենք կառուցել, այսինքն 7-րդը, որը քաղաքապետարանի հաստատած նախնական հատակագծում չի եղել։ Բնակիչները հիշեցրել են, որ օրենքն արգելում է այդպիսի շեղումների դեպքում շենքին վերջնական շահագործման ակտ տրամադրել, ինչի հետևանքով իրենք էլ չեն ստանա իրենց սեփականության վկայականները։ Հստակ պատասխան որպես այդպեսին չի հնչել, ուղղակի տրամաբանությունը հետևյալն է, որ անկախ նրանից, որ այդ հասցեն տրվել է թե չի տրվել, միևնույնն է, դա այդ նախագծի շրջանակներում նախատեսված է կանաչապատման համար։ Ավինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադառնալով այս խնդրին գրել է. Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը եւ հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում Երևան քաղաքի 2024 թվականին հաստատված գլխավոր հատակագծով արկա սահմանափակումները։ Օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակում պատրաստ են օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64 այնպես էլ առանձնացված 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում։ Հայկ Սմբատյանն ասում է, հանդիպմանը ներկա կառուցապատողին ու ներկայացուցիչներին Ավինյանի ներկայությամբ հարցրել են. պատրաստակամություն ունեք այդ տարածքը վերադարձնել նույն Միկոյան 64 հասցեին։ Բնակիչն ընդգծում է, դա մեծ բարդություն չէ, որովհետև իրենք իրենց են վաճառել։ Գնորդ Կայարբիլդ ընկերության 100% բաժնետերը հանդիսանում է Այդա Հովհաննիսյանը, որը նաև հանդիսանում է N&S Construction ընկերության 62.5% բաժնեմասի սեփականատերը։ Բնակիչ Հայկ Սմբատյանի խոսքով կառուցապատողն ու իր ներկայացուցիչներն ասել են, բնակիչները բնակարանները գնելիս պայմանագիր են ստորագրել, որով էլ արդեն համաձայնություն են տվել այդ տարածքում կառուցապատում իրականացնելու համար։ Բնակիչների փաստաբանն էլ հակադարձել է, որ այդ տողը վերաբերում է կառուցվող 6 շենքերին եւ հետագայում Էլցանցին ու Վեոլիային տրամադրվող հոսանքի ենթակայանին ու ջրի պոմպակայանին։ Բնականաբար դա վերաբերվում է այդ պրոյեկտի շրջանակներում մնացած շենքերի կառուցապատում։ Ավինյանը խոստացել է աջակցել, որ իրենց հնարավորությունների սահմաններում խնդիրներին լուծումներ գտնեն։ Բնակիչները սպասում են նաև կառավարության ու իրավապահ մարմինների արձագանքին, ասում են գլխավոր այդ խնդրից բացի այլ հարցեր էլ կան։ Օրինակ, կասկածներ ունեն, որ սնանկացման գործընթացը կեղծ է եւ որ այդպիսով կառուցապատողը չի վճարի կուտակած միլիարդների պարտքերն ու այսպես ասած ջրից չոր դուրս կգա։ Իսկ իրենք կմնան առանց սեփականության վկայականի։ Կառուցապատող, բանկ, նոտար, քաղաքապետարան, այդ ընդհանուր այդ շղթայի մեջ, այո, բնակիչները հայտնվել են իրենց գործողությունների արդյունքում հայտնվել են այս վիճակում։ Այլ հարցեր էլ ունեն։ Օրենքն արգելում է կադաստրին սեփականության վկայական տրամադրել պետությանը պարտքեր կուտակած կառուցապատողից բնակարան գնացներին։ Ապա ինչպես են մի քանի սեփականատերեր դա ստացել։ Կամ ինչպես է բանկը որոշել որոշ բնակիչների հաշիվներին սառեցված գումարն ամբողջությամբ տրամադրել կառուցապատողին, եթե օրենքը դա նույնպես արգելում է։ Հայկ Սմբատյանն ասաց, Ամիո բանկից իրենց այս հարցին հստակ չեն պատասխանել։ Նրանց նույնպես նամակ կուղարկեն, որ բանավորից անցնեն գրավոր պատասխանների։ Այդ պատասխանը լինելուց հետո մեր մոտ ավելի հստակ պատկեր կլինի, թե ինչի մասին ընդհանրապես խոսքը եւ ինչպես է գրավի իրավունքը դադարելու։
Բնակիչներն ասում են կրկին փողոց դուրս կգան ու ճանապարհներ կփակեն, եթե փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովում իրենց չընդունեն ու եթե իրավապահ մարմինները չարձագանքեն իրենց հարցերին։ Մեր պահանջները միայն քաղաքապետարանին չեն ուղղված, մեր պահանջները մի քանի պատկան մարմիններին են վերաբերում, այդ թվում իրավապահ մարմիններին։ Առ այսօր կառավարությունից ու իրավապահ մարմիններից դեռևս արձագանք չկա։ Ազատությունը գրավոր հարցեր է ուղարկել Ամիո բանկ, պատասխան դեռ չունենք։ Մեզ չի հաջողվում կապ հաստատել նաև ավելի վաղ մեր զանգերն ընդունած ու պատասխաններ չտված կառուցապատող N&S Construction-ի ու նրա հետ փոխկապակցված Կայեր ընկերության հետ։ Ըստ պետական ռեգիստրի N եւ S Construction-ի ամենախոշոր բաժնետերն Աիդա Հովհաննիսյանն է։ Նրան է պատկանում ընկերության 62.5%-ը, իսկ Կայեր Construction-ը պատկանում է Կարեն Կարախանյանին, որն ըստ հետքի հետաքննության Աիդա Հովհաննիսյանի ամուսնու եղբայրն է։ Բնակիչները տեղեկություններ ունեն, որ սնանկացած կառուցապատողի հետ փոխկապակցված այլ ընկերություններ Երևանում նոր շենքեր են կառուցում, օրինակ Ֆիրդուսի թաղամասում։